Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն շաբթի օր ցեզի խոսիմ աղատներու մասին, նպատակ ունենալով արտնցնել մեր ժողովրդի զավակները եւ զգուշացնել զանոնք, որ հերու մնան ամեն տեսակ սուտ ուսուցումները, սխալ վարտաբեդությունները, զգուշլան ջարբիկ ու խորամանկ սադանայի կորձագիցները, աղանտները, որոնք սիրելիներ, որոնք գցանեն մեր հայրենիքի մեջ եւ աշխարհով մեկ։ Հատկապես վերջին շրջանին հայրենիքի մեջ նոր հեթանոսություն մեջտեղ ելած է, որոնք գին քարոզիչներ ունին եւ ամենուրեք ավեր գործեն։ Ինչպես ասկերաջ խոստացած էի ցեզի Աստուծո գամքով եւ Սուրբ Հոգվո առաջնորդությամբ, այսօր վնես սիրելներ ցեզի պիտի խոսիմ իսլամության մասին։ Իսլամները աշխարհի մեջ ամենեն շուտ եւ ամենեն շատ աջող ու տարածվող գրոնն է։ Անոնք թիվով արդեն գմրցին քրիստոնյաներուն թեմ եւ եթե քրիստոնյաները այդպես շարունակեն առանց ծնունդներու ընտանիքներ գազմել, ապա իսլամները որ թե բազմագին ընտանիք կգազմեն եւ թե նաեւ բազմածին զավակներ կունենան, անոնք շուտով դժբախտաբար կքերազանցեն քրիստոնյաներուն թիվը եւ այդպիսով իրենց սատանայական ծրագիրը գիրականացնեն իշխելով ամբողջ աշխարհի վրա։ Սիրելիներ, հայ ժողովուրդը, մեր ժողովուրդը, որ աշխարհի մեջ ազգերու մեջ առաջին եղավ pedagoganորեն քրիստոնեությունը ընդունող եւ առաջին եղավ որ եկեղեցիներ կանգնեց դիրոջ փառքին համար եւ մենք սիրելներ պատմության ընթացքին այո մարտիրոսակրական կյանք ունեցանք մեր պատմությունը մարտիրոսակրություն եղավ Քրիստոսի անունին համար զոհվեցանք եւ խիստ դարաբեցանք սիրելներ զանազան ասկերու կողմը զանազան գայսրություններու կողմը Սասանյան Բարսկաստանի Ասորեստանի Հռոմեացիներու Բյուզանդացիներու ապա սիրելներ արաբներու մելիքներու վերջը Ջենգիզ խաներու եւ դժբախտաբար սիրելիներ հատկապես 8-րդ դարեն յետք մեր ժողովուրդը դարաբեցավ իսլամության կողմը ահավոր գերբով Իսլամ սալամ փարենգուկա որ կնշանակե խաղաղություն Գրոնքի անունը խաղաղություն է բայց բացարձակ կերպով խաղաղություն չկա նոր մեջ այլ միայն արյուն սպանություն ահուս սարսափ Եթե նայենք սիրելներ այսօր աշխարհի ազգերը եւ երկիրները եթե բրբդում կատարեք համացանցի վրա կտեսնեք որ մեր երկիրը Հայաստան աշխարհը 5-րդն է որ 97-ը եւ քիչ մը արվելի առ 100 97-ը ամբողջ օրինակ 25 առ 100 քրիստոնյա է Առաջինը Վատիկանն է բնականաբար Վատիկան քաղաքը երկիրը որովհետեւ ամբողջությամբ գրոնավորներ են 5-րդը մենք ենք սիրելներ եւ աշխարհի մեջ ասեմ շատ քիչ երկիրներ կան որ այդքան թիվով քրիստոնյաներ ունին իրենց մեջ եւ ասիկա անշուշտ սատանային աշխարհին թյուր չի կար այսօր դժբախտաբար նաեւ երկրի pedagoganությունը որ այս անցնող դարիներու ընթացքի մինչև այսօր ավելի թեպի աշխարհիկ ցկտումներով գարաչնորթվի
բնականաբար իրեն համար հոգը չէ, սակայն սիրելիներ, որպես հայ քրիստոնյա գրոնավոր իմ բարդքս է մեր ժողովրդի զավակները արտնցնել, ինչու՞, որովհետև մեր հայրենիքի մեջ սկսած է լեցվիլ իսլամություն, իսլամներով լեցվիլ։ Ասկե 2 ամիսներ առաջ այսպիսի 5 շաբթի օրով խոսեցա Թալար Լորի անունով հայ աղջկա մասին, որ իսլամություն գքարոզե եւ որուն նպատակն էր ինք բարձրացային գսեր 2.10 միլիոն բարսիկ լեցնել Հայաստան, թե թիվով գշատնան եւ թե նաեւ իսլամությունը գդարածվի։ Այսօր ճշմարտաբար մեր հայրենիքի մեջ գտեսնենք, որ եգիպտացիներ, սուրիացիներ ուղագի իսլամ իմաստով Հնդկաստանեն, Բարսկաստանեն բազմաթիվ իսլամներ գլեցվին։ Եվ մյուս կողմը, երբ գտեսնենք մեր ժողովուրդը գքախթե հայրենիքեն, նաև գտեսնենք, որ հայրենիքի մեջ ձնընթափերությունը թիվով քիչ է, այս բոլորը մտահոգություններ կստեղծեն։ Նաև ուրիշ բան ալ գա սիրելներ, դժբախտաբար մեր հայ աղջիկներ, հայ երիտասարդներ կամ խաբվելով, կամ սիրելով, սիրահարվելով խարն այսպես ընտանիք կգազմեն իսլամներու հետ, մեր ժողովրդի ցավը ավելի խորացնելով, ինչու, որտև իսլամական ընտանիք կազմելով ուղագի հայկականութեն է, քրիստոնեական սրբութեն է, որ դուրս կգան։ Եվ ասեմ, եկվոր այդ ժողովուրդը, որ դուրսեն գուկա, որովհետեւ հայրենիքի մեջ, մեր հայրենիքի մեջ մնա հանգիստ, պետք ունի հովանավորներու, հայ հովանավորներու, որովհետեւ ընկերություններ հովանավորեն անոնց կեցությունը, ապահովելու համար անոնց կեցությունը։ Ամենեն հեշտը սակայն պետք ունին հայ աղջիկներու հետ ամուսնանալու, որովհետեւ այնտեղ մնան, քրանցվին եւ նույնիսկ դեղացի ելան, եւ երբ զավակ բերեն, զավակներն ալ արցնակրվին, եւ ասիկա սիրելիներ ասկային իսկապես մտահոգիչ հարց է, օրինակ տեսեք, Սաուդի Արաբիայի մեջ, Դուբայի մեջ, Քուվեյթի մեջ եւ այլն, այնտեղ երբ որ քրիստոնյաներ գերտան աշխատին, զավակներ գունենան, դեղացի չեն լար։ Հստակ օրենք կա, որ զավակները դեղացի չեն լար, այլ օդարական գաշվին։ Մեր երկրի մեջ դժբախտաբար այս օրենքները ամբողջությամբ կփոխվին եւ մանավանդ երբ որ այսօր ղեկավարությունը աչքը դեպի Եվրոպա է եւ եվրոպական օրենքները, եվրոպական կանոնները, եվրոպական արժեչափերը որտեքրելու համար եւ անոնց չափանիշին հասնելու համար, հետեւաբար ազատ քաղաքականություն գվայել է, որ ամենքն ալ գրնան դեղացի ելալ, ասկի առաջ հայտարարվեցավ, որ Հայաստանը միայն հայերու հայրենիքը չէ, պետական ղեկավարության կողմէ հայտարարվեցավ։ Անուններով չեմ ուզեր խոսիլ, որովհետև ես քաղաքականությունից շատ հեռու եմ։ Բայց երբ որ հայտարարվեցավ, որ Հայաստանը միայն հայերու հայրենիքը բեք չէ լա, այլ նաև արաբներու, օդարներու եւ այդ օդարներու մեջ վստահաբար կան ազերիներ, թուրքեր եւ այլն, բարսիկներ, այս բոլորը սիրելիներ մտահոգություն կպատճառեն մեր բոլորին։ Եվ ես Աստուծո որպես ծառա, մեր եկեղեցու որպես ծառա եւ մեկը որ իմ ժողովրդիս զավակներուն անտեպ իսկապես որ բարեխղճություն ունիմ եւ մտահոգություն ունիմ, որ ովևէ մեկը չգործվի, չթողու իր հավատքը, չթողու իր քրիստոնեությունը, Քրիստոսը չուրանա եւ չերանա, որովհետեւ ուրանալով սիրելներ հավինական կյանքը գործընծնե, անոր համար է որ հանցնարած եմ սիրելներ այս դժվարին գործը եւ ծեր աղոթները պիտի խնդրեմ, որբեսի դերը առաջնորդե զիս, որ կարողանամ ամեն ճշմարտություն ցեզի փոխանցել։ Եվ հարաճգա շաբաթներուն, հարաճգա ամիսներուն, դարիներուն,
որքան Աստված որ կյանք տված է։ Սիրելներ, ցեզի պիտի զգուշացնեմ եւ պիտի բացատրեմ, թե ինչ է Ղուրանը, ինչ կխոսի եւ մենք ինչ կհավատանք որպես քրիստոնյա հավատացյալներ։ Պողոս առաքյալ իր Դիմոթեոս աշակերտին հետևյալ նախազգուշացումը կուտա եւ գսե. «Կգարտամ ցեզի առաջին Դիմոթեոսի 4-րդ գլխու առաջին երկու համարները։ Սուրբ Հոգին հայտնաբես սկսե, թե վերջին ժամանակներուն շատերը պիտի լքեն հավատքը, ականջ տալով մոլորեցուցիչ չար ոգիներու եւ թևերու ուսուցումներուն, որոնք կկարոզվին գեղձավոր եւ սդապան մարդոց կողմէ, որոնց խիղճը սատանային գնիքով խարանված է։ Եվ ահա սիրելներ, մեր հայրենիքի մեջ դժբախտաբար չար ուժեր սատանայի կողմէ կկարոզեն այս ազատամտությունը, գրոններու ազատությունը, որբեսի մեր ժողովրդի զավակները մոլորեցնեն եւ հավիտենական գորուստի առաջնորդեն։ Իսկ իմ բարդականությունս ճշմարտությունը կարոզել է, որովհետև գսե դարձյալ Պողոս առաքյալ երկրորդ Դիմոթեոսի նամակի 4-րդ գլխու կգարտամ ցեզի երկուքեն 5 համարները։ Առաքյալը գսե. Աստուծո խոսքը կարոզե եւ զայն հայտարարե ամեն արիթով, առանց բադեությունը կամ անբադեությունը խորհելու, սխալները ուղղե եւ սաստե կամ հորտորե մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետեւ ժամանակը պիտի գա, երբ մարդիկ ականջ պիտի չգախեն առողջ վարդապետության, այլ իրենց սեփական ցանկություններուն համապատասխանող եւ զիրենք հաջողացնող բաներու մասին խոսող ուսուցիչներ պիտի փնտրեն։ Պիտի ճուզեն ճշմարտությունը լսել եւ առասպելներու ականջ տալով պիտի գործվին, բայց դուն միշտ արթուն եղիր։ Եղություններու համբերե, ավիդարանիչի կորձը ըրե եւ ծառայությունդ իր ավարտին հասցուր։ Ահա այս է որ սիրելներ ես կկատարեմ։ Հետևաբար իմ բարդքս է արտնցնել մեր ժողովրդի զավակները։ Մնացյալը սիրելներ ծեր ցերկն է։ Եվ եթե կգարձեք, որ այս հոգևոր նախաճաշները բարի կբերեն ծեր ընտանիքի մյուս անդամներուն, հարազատներուն, բարեկամներուն, հարևաններուն, ազգականներուն, ապա դարաձեցեք։ Քոնես սիրելներ արտնան, իմանան թե ինչ բանի կհետևին, ինչ սրբություն կլքեն, զաստված կլքեն եւ գերտան Ալլահին յետևեն, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քիչ վերջ մտսեմ սատանա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, թերևս ոմանք հիմա մեղատրեն եւ մեկնաբանության մեջ ծանր խոսքեր կրեն, որ այս կուրածդ մարդկային չէ, ամեն մարդ խղճի ազատությունն ուզածը ընտրելու անշուշտ։ Ես իմ բարդականությունը սսի արտնցնել է, զգոն դարձնել է։ Տեսեք Եվրոպան։ Տեսեք ինչ կբադայի։ Շուտով նաև Ամերիկան, Կանադան, Ավստրալիան։ Այնքան իսլամներով լեցուցին մարդկային այսպես կոչված իրավունքներու խղճի ազատության անունի տակ, որ Եվրոպան այսօր մեծ մասամբ սկսած է իսլամանալ եւ մինչեւ 2030 եւ մինչեւ 2050 փոքրամասնություն կդառնա քրիստոնեությունը, իսկ արդեն դիրաբետող կդառնա իսլամությունը։ Եվ դա քրական է սիրելներ, այն իսլամները, որ իրենց երկիրներեն թշկոհ են, Սուրիա են, Իրաք են, Բարսկաստան են, Սաուդի Արաբիա են, ինչ գիտեմ, Աֆղանիստան են, Խրղզստան են, այդ բոլոր Պակիստան են, այդ բոլոր վայրերեն, որ այդտեղի օրենքեն թշկոհ են, եկած են Եվրոպա մարդկային խղճի ազատության երկիրներ, այնտեղ հիմա որ գայք հաստատած են, այնտեղ հիմա կբարդատրեն դեղացներուն դեղվույն կառավարությանց, որ շարիայի օրենք ելե։ Շարիայի օրենքը սիրելներ իսլամական օրենքն է, որ արդեն իրենց երկիրներու մեջ կգործադրվի եւ իրենք թշկոհ են այդ օրենքներեն, բայց հիմա եկած են եվրոպական երկիրներու մեջ այդ օրենքը կուզեն բարդատրել։ Եվ ուշ չլար, եթե մեր հայրենիքն ալ զոհ երթա այդպիսի ասպատակություններու եւ դառնա մեծամասնությունը իսլամ եւ դառնա շարիայի օրենք գրոն շարիայի օրենք բարդատրվի
ուր կանանց իրավունք չկա բացարձակ, երեխեքը ոչինչ են, տղամարդիկը ահավոր սարսափելի են, բազմագնություն եւ սանձարցակություն։ Սիրելիներ, բզիկ երկիր ենք մենք։ Եվ եթե այսօր կառավարություն, պետություն եւ եկեղեցի եւ ժողովուրդ միասին չգործեն, ապա շատ հեշտությամբ մեր երկիրը կգրնա այսպես չեմ ուզեր ասել քրավվի, այլ լեցվի իսլամներով։ Իսկ եթե լեցվի, արդեն քրիստոնյաներուն դեղ չմնար։ Ինչպես որ կացեք Անգլիա, կացեք Ֆրանսա, կացեք Իտալիա, կացեք Իսպանիա, կացեք ամեն այս եվրոպական երկրները կտեսնեք, որ հարյուրավոր, ոչ թե դասնյակներով, այլ հարյուրներով եկեղեցիներ կփակվին, կվաճառվին աժանքիներով, էժանքիներով եւ քնողները իսլամներ են եւ եկեղեցիներ կվերածեն մզգիթի։ Եվ ասեմ սիրելներ, հետաքրքրական է, խուզարգեցի, բրբդումներ կատարեցի, մեր հայրենիքի մեջ, այո, գաբույտ մզգիթը կա Երևանի, Բարսկական, բայց արդեն մեր հայրենիքի մեջ մեսջիդները շատացած են, այսինքն հավաքավայրերը իսլամներու, ուր հավաքվելով իսլամական գրոնքը կսկսին բաշտել, այո, մենք ալ քրիստոնյաներս իսլամական երկրներու մեջ կբաշտենք ուրիշներ բիդսեն, բայց նպատակը ուրիշ է սիրելներ։ Իրենց նպատակը ամբողջությամբ իսլամությունը դարաձել ու քրավել է այդ երկիրները, ուր որ իրենք ապրին։ Միթե այդպես չէր սիրելներ, որ ըրին ամբողջ բամության ընթացքին արաբները, իսլամները մեր երկիրը ուզելով ասպատակել։ Ինչու համար ազերին այսօր մեզ չարտեց, ինչու համար թուրքը մեզ չարտեց։ Եթե իսլամը լայինք, իրենց զրակիներու մաս պիտի կազմեինք, բայց մենք իրենց սրդին մեջ սեփ մնենք, քամ մնենք քրիստոնեությամբ։ Եվ այսօր սիրելիներ, եթե մենք նորեն գսեմ զգոն չլանք ազգովին, լա բեդականություն, լա եկեղեցի, լա ժողովուրդ, մենք կգործանենք։ Մեր աչքին դիմաց ունենանք Եվրոպան։ Այս չափազանց փածվիլը հայ Եվրոպա դառնանք, կամ չեմ կեր ինչ դառնանք։ Եվ ասկային սրբություններեն հերանալը, հավատքեն հերանալը, վերջո պիտի գործանե մեզ ամբողջովին։ Ասիկա ցավի սիրտս ցավելով գսեմ, բայց գսեմ։ Եվ երանի թե գրոնավոր եղբայրներս միշտ խոսին այսպիսի նյութերու մասին մեր ժողովրդի զավակներուն, եւ դու գալ սիրելի ժողովուրդ, ծեր հարազատներու խոսիկ, որը զգուշանան։ Դժբախտաբար խառնամստությունները այնքան սկսած են դարածվել մեր հայրենիքի մեջ։ Իսլամական երկրներու մեջ ապրող ըսպյուրքը երկար ժամանակ շատ քիչեր իսլամներու հետ փախանքացին։ Իսկ մեր հայրենիքի մեջ սիրելիներ դժբախտաբար գամովին աղջիկներ կամ նույնիսկ դղակ գամուստանան իսլամներու հետ։ Եվ ասիգա ազգային իմաստով ահավոր պիտի լա։ Ասի սիրելներ, որ մենք դարբեր ենք իսլամներեն ամբողջությամբ, մեր հավատքը դարբեր է, մեր Աստվածը դարբեր է։ Ո՞ե մեկը թողչել է եւ չսե որ բայց նույն Աստվածը կբաշտենք, մեկ Աստված կբաշտենք, ոչ, նույն Աստվածը չենք բաշտեր։ Մեր Աստվածը, քրիստոնյաներու Աստվածը ամբողջությամբ դարբեր է իսլամներու Ալլահեն։ Ալլահը հեթանոսական աստվածները մեկն է։ Գիտեք, որ այսօր Սաուդի Արաբիայի մեջ Քաաբան կա, Մեքքեի մեջ, այսինքն իրենց սրբավայրը։ Քաաբա կնշանակե քարանգույն հսկա քարմն է, ըստ իրենց իսլամ ուրեմն բատմապաններու կամ մեկնողներու, մեկնիչներու, այդ Քաաբան սիրելիներ մեջը որ սև քարը գա, այդ սև քարը տրախտեն պերածե նոյը չրեղեղեն ետք եւ այնտեղ տրած, իսկ ուրիշներ դագավին իսլամերեն գսեն, որ անիգա
Ջիբրիելը, այսինքն Գաբրիելը ռեշտագաբեդը փերած է եւ Աբրահամին տված է եւ վերջեր որ Մուհամմադը 605 թվականին այդ սև քարը Քաբայի մեջ զդերեց եւ այսօր իսլամներ երբ որ ուխտի դերտան այդ Մեքքեն է որ դերտան այդ Քաբային շուրջը այդ սև քարը համբուրելու կամ տնալու եւ ըստ իրենց բատմակիրներու ուրեմն այդ սև քարը իրականության մեջ նախաբես սպիտակ քար էր բայց մարդոց մեղքերուն պատճառով սևծած է եւ սիրելներ մինչեւ այսօր իրենք եւ որ աղոտ պիտենեն թեպի Մեքքայի գոմը գուղվին առաջ Երուսաղեմի գոմը գուղվեին բայց հիմա Մեքքայի գոմը ես հետակային շատ նյութերու մասին ցեզի պիտի խոսիմ այս քանի մը վարգյանվա մեջ սիրելներ այդ բոլորի մասին կարելի չէ խոսիլ բայց մեկ բան ասեմ ան որ բացմությունը գգարտա գտեսնե որ այդ Քաբային դերը ուր որ բազմաթիվ հետանոց ժողովուրդներ գաբրեին անիգա վայրներ հետանոց ժողովուրդներու 360 չաստվածներու թիցերու որովհետև այդ ժողովուրդները ամեն ինչի համար թիցեր ունեին չաստվածներ ունեին արևու լուսնի գրագի քարի աղբյուրի ձովու եւ այլն հետեւաբար իրենց աստվածներու գետրոններ 360 չաստվածներու վայրներ այդ Քաբայի դերը հետեւաբար ուրիշ բան չէ թե ոչ սատանայի պաշտամունքի վայրը Եվ ասեմ սիրելներ, որ իրենց Ալլահը մեր Աստվածը չէ, որովհետև մեր Աստվածը իր միածին որդին Հիսուս Քրիստոս աշխարհը գրգեց փրկության համար, իսկ Ալլահն Հիսուսը չընդունիր որպես իր որդի։ Հետևաբար նույնը չէ։ Իրենց Ալլահն ուրիշ բաներ կխոստանա։ Հավիտենական կյանքի մեջ կխոստանա, որ անոնք որոնք ջիհադ արածեն, հավատքի պատերազմ արածեն եւ նահատակված են երկնքի մեջ 70 գույս ամեն օր նորոգվող գույսեր պիտի իրենց հետ լան 70 գույսեր ամեն օր այսին երկինքը իրենց համար այսպես քիշերային ագումբ է սիրելներ իսկ մեր Տեր Հիսուսով երկնքի մեջ ամուսնություն չկա բոլորն արժեշտակներու պես պիտի լան մեր Աստվածը սերգ քարոզ է իրենց Ալլահն պատերազմ մեր Աստվածը ներողամտություն քարոզ է իրենց Ալլահն վրեժխնդրություն եւ Ղուրանի մեջ քանի դերեր հատկապես սիրելիներ երրորդ գլխու Ղուրանի երրորդ գլխու ես գուզեմ ցեզի գարտալ երրորդ գլխու 1 համարը Իմրանի ուրեմն սուրաթ Իմրան գոչվի ասեմ որ Ղուրանը ամենեկ գլուխը սուրաթ կգոչվի ուրեմն սուրաթ Իմրանի մեջ երրորդ գլուխն է 54-րդ համարի մեջ Աստված գիտեք ինչ կգոչվի Աստված կգոչվի խորամանկներու բարակլուխը թավողներու նյութողներու զրակրողներու գլուխը նախ արաբերենը ցեզի գարտամ սիրելներ وَمَكَرُوا وَمَكَرَ اللَّهُ وَاللَّهُ خَيْرُ الْمَاكِرِينَ Ուրեմն գխոսի Հիսուսի մասին թե Հիսուս կսե որ հավատացեք որ ես Աստուծո կողմէ եկած եմ եւ մեկ Աստված գա եւ այլն անոնք որոնք հավատան իր առաքյալները իսկ անոնք որոնք չեն հավատար գսե وَمَكَرُوا այսինքն եւ անոնք անհավատները թավատրեցին թավ նյութեցին Եվ գսե وَمَكَرَ اللَّهُ այսինքն եւ Ալլահն ալ թավատրեց եւ Ալլահն ալ թավ նյութեց եւ գշարունակե وَاللَّهُ خَيْرُ الْمَاكِرِينَ լսենք սիրելիներ ուղագի արաբերենով وَاللَّهُ خَيْرُ الْمَاكِرِينَ وَاللَّهُ خَيْرُ الْمَاكِرِينَ Ալլահը թավատրողներու բարակլուխն է այսինքն թավատրող սիրելներ կնշանակե ուրիշ խոսքով սդախոս խապեպա ջարբիկ նյութող զրակրող եւ Աստված կսե Ալլահու խեյրուլ մաքիրին եւ Աստված զրակրողներու
թավողներու գլուխն է, բարակլուխն է։ Ասկա երրորդ գլխու սուրաթի, երրորդ սուրաթի 54-րդ համարի մեջ նույնը 8-րդ գլխու 30-րդ համարի մեջ դարձյալ նույնը գսե։ Իսկ սիրելներ, Դեր Հիսուս Քրիստոս հստակ կերպով գխոսի թե ով է խապեփան, ով է սդախոսը։ Աստված չի գրնար սուտ խոսիլ։ Փաներ կան, որ սիրելներ Աստված չի գրնարնել։ Ինձ միտեսեք հայր բարտև ինչպես Աստված չի գրնարնել, չէ որ Աստված ամենակարող է։ Աստված ամենակարող է, այո, բայց փաներ կան, որ չի գրնարնել։ Ինչ։ Աստված չի գրնար սուտ խոսիլ։ Ինչու։ Որովհետև սդության հայրը Սատանան է։ Չի գրնար Աստված եւ ճշմարտությունը խոսիլ, հայտարարել որ ինք ճշմարտությունն է եւ նա իր սուտ խոսիլ։ Հիսուս ասավ Հովանու ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ։ Ասավ հрьяաներուն ուղերով խոսքը դուք ծեր հոր Սատանային զավակներն եք եւ անոր ցանկությունները գդարել գուզեք, անիգա ըսկիսպեն մարտասման էր եւ ճշմարտության գողմնագից չի եղած բնավ, որովհետեւ անոր մեջ ճշմարտություն չկա։ Ան որ բացարձակ ճշմարիտն է, Աստված է, սուտ չի գնար խոսիլ։ Իսկ Ալլահը սդության առաջնորդն է, բարակլուխն է գսե, խեյրուլ մաքիրին։ Նայեցեք Հիսուս կսե, երբ սուտ կխոսի իր նկարակիրը ցույց կտա, քանի որ սդախոս մնե եւ սուդին հայրը, Սատանան սուդին հայրն է։ Եվ Ղուրանը գսե, որ Ալլահը խեյրուլ մաքիրինն է, բարակլուխն է թավողներուն, սուդին, խապեփային, խապեփայության, զրակրողին։ Եվ չեմ ուզեր հաջորդ համարը ցեզի ընթերցեմ սիրելներ, տեսեք այնտեղ գսե որ եւ Աստված ասավ գտարկմանեմ ով Հիսուս իրապես ես քեզի մահ պիտի դամ ու իմ մոդս պիտի փարսացնեմ քեզ եւ ճշմարտությունը դրժողներեն պիտի մաքրեմ այսին ամբարդ արցագեմ քեզի մահ պիտի դամ ժողովուրդ ասոր մասին ավելի յետքը ավելի հետակա շաբաթներում պիտի խոսիմ Իսլամները գմերժեն, որ Հիսուս խաչվեցավ։ Բայց իրենց Ղուրանը 3-րդ գլխու 55-րդ համարը գսե, որ Աստված ասավ Հայսային իրենք սիրելներ Հիսուսին Հայսա գոչեն։ Ասեն որ Ղուրանի Հիսուսը ամբողջովին դարբեր է մեր Հիսուսեն, բայց ամենայնտեղս հիմա ասեմ Հիսուսը Հայսան Հայսային ասավ որ քեզի մահ պիտի դամ եւ քեզ իմ քովս պիտի արդեմ։ Իրենց Ղուրանի մեջ գրված է ադիգա, բայց իրենք գմերժեն որ Հիսուսը մերավ։ Լսեցեք ուրեմն Ղուրանի խոսքը إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي ومطهرك من الذين كفروا وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا إلى يوم Այսքան ինչ որսի որ Աստված գսե Հիսուսի Հայսային որ քեզ պիտի մերցնեմ քեզի ուրեմն պիտի դամ մահ եւ քեզ իմ մոդս պիտի փարսացնեմ այսինքն հարություն պիտի դամ Սիրելիներ Հիշեցեք որ իսլամները գմերժեն Հիսուսի մահը եւ գսեն որ երբ որ Հիսուսը պիտի խաչեին հрьяաները Աստված խապեց հрьяաները չմոռնաք Աստված խապեփաներու առաջնորդն է խապեց հрьяաները եւ Հիսուսը արավ Հիսուսի փոխարեն հութան դվավ որ հрьяաները խաչեն բայց Հիսուսի նմանությամբ հрьяաները գարցին որ Հիսուսն է, բայց Աստված խապեց։ Ահա սիրելներ գտեսնեք որ իրենց Ալլահը խապեփա Աստված է, խապեփա Ալլահ է։ Որ նույն Ալլահը մենք նույն Աստվածը չենք պաշտեր։ Ես պիտի ուզեմ որ մեր քույրեր եղբայրները զգուշ լան, արթուն լան։ Ասի հաջորդող շաբաթներուն եւ ամիսներուն շատ նյութեր պիտի խոսիմ ցեզի Ղուրանեն։ Անոնք որոնք գիտեն արաբերեն գրնան Ղուրանը գարտալ, այլապես դարբեր
լեզուներով թարգմանված է Ղուրանը, նաև Ղուրանը թարգմանված է հայերենով, հայերենի թարգմանություն ալ կա սիրելիներ Ղուրանի, տարբեր թարգմանություններ, մեկ չունիք ընթերցելու, Աստուծո խոսքը ընթերցեցեք, Աստուծո խոսքը սիրելիներ սրբություն է, Աստուծո խոսքը ընթերցելով դուք ձեր հավատքի մեջ կզորանաք, եւ ասեմ, եթե ովևէ մեկը իսլամ դարձած է, առանց գիտնալու, կարծելով որ իսլամությունը ճիշտ կրոն է, խաբված է, որովհետև իրենց Ալլահը խաբող Աստված է։ Եթե ովևէ մեկ իսլամ ամբողջ հոգիով, մաքուր հոգիով, մաքուր սրտով թիմի Աստուծո, ճշմարիտ Աստուծո, եւ ասե որ օրինակ իրենց Ալլահ ասեմ, Աստված ճշմարիտ կերպով հայտնե, ով է ճշմարիտը, իրականությունը հայտնի մեզի, ով է ճշմարիտը, Հիսուսը թե ոչ, Մուհամմադը, Աստված ինքզինք պիտի հայտնե, Հիսուս ինքզինք պիտի հայտնե, որովհետև դերը դեսեք սիրելներ, ինչ կսե 5 դագարանի մեջ, գգարտամ ցեզի Երեմիա մարգարեի 29-րդ գլխու 10-րդ համարը, գսե զիս պիտի փնտրեք եւ պիտի գտնեք, վասնզի ձեր բոլոր սրտովը պիտի խնդրեք զիս, ու ես ցեզի պիտի երևիմ գսե դերը, 13 եւ 14 համարներ Երեմիա մարգարեի 29-րդ գլխու։ Սիրելի քույրեր եղբայրներ, Աստված ինք գահայտնե ով է Հիսուսը եւ ով է Մուհամմադը։ Պիտի տեսնենք, որ իսլամներ գավադան, որ Քրիստոս պիտի կա աշխարհը թադե։ Իսկ թադելու իշխանությունը Ղուրանի մեջ եւ անշուշտ նոր գդագարանի մեջ միայն Աստուծո դրված է եւ Աստված ալ նոր գդագարանի մեջ Հիսուսի դված է։ Ուրեմն Հիսուս ով է։ Աստված։ Իսկ Մուհամմադը եւ Մուհամմադի ծնողները իսլամներ իրենք գիտեն, թե ժողովրդի մեջն են եւ չեն գիտեր որ պիտի փրկվին կամ ոչ։ Եթե հարցնենք Աստուծո ով է Հիսուս, Աստված պատասխանեց բոլոր մարդկության։ Հիսուսի մգրդության ժամանակ ըսավ երկինքեն հայրը, դու ես իմ սիրելի որդիս, որուն հաջեցա, այս է իմ սիրելի որդիս։ Այլագերբության ժամանակ ալ Աստված երկինքեն ըսավ, գարտացեք Մատթեոսի 17-րդ գլխու 5-րդ համարը, ըսավ իր աշակերտներուն, Հիսուսի աշակերտներուն, այս է իմ սիրելի որդիս, որուն հաջեցա, անոր մտի գրեք։ Սիրելի քույրեր եղբայրներ, Քրիստոսի մտի գրեք։ Ձեր հավատքը մի երանաք։ Սատանան եկած է խաբելու, վերջին ժամանակներն ենք։ Ով որ գանքում մնա, գանքում պիտի մնա, ով որ ցավի սիրտ գործի, պիտի գործի։ Ադորամար Հիսուսը սավ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու 24 համարի մեջ, որ Սատանան նույնիսկ պիտի փորձե Աստուծո ընտրյալներն ալ շեղել։ Մի խաբվիկ, սիրելի եղբայրներ քույրեր, սիրելի երիտասարդներ, մի լքեք ձեր հավատքը Քրիստոսի անտեպ ձեր հետևողությունը մի թատրիկ, մի երանակ, մի երթակ սուտ ուսուցումներու ետևեն եւ ձեր հոգին գործնեք։ Ինչու գործվիկ եղբայրներ եւ քույրեր, չէ որ Հիսուս խաչի վրա իր արունը թափեց մեր բոլորի բրգության համար, այսպես հեշտությամբ լքենք դերը ու երանանք եւ հետևենք անաստվածներու սուտ մարգարեներու եւ գործընծնենք մեր հոգին հավիտենապես արտնանք այլևս ժողովուրդ արտնանք մեր ոչ թե երգիրը կգործանի այլ մեր հոգիները կգործանին երգիրը գրդավաղ ետ կալ բայց հոգին եթե գործանի ինչո պիտի զայն շահինք թողասիգա արտնությունը լա ես սիրելներ հաջորդող շաբաթներուն եւ ամիսներուն պիտի խոսիմ ցեզի որբեսի դուք լավ իմանաք թե ինչ է իսլամությունը եւ զգուշանաք եւ զգուշացնեք ձեր զավակները եւ հարազատները Աստված օգնական եւ բաղբանը լա մեր ազգին եւ մեր հայրենիքին եւ կարողանանք միախմբվել որբեսի սիրելներ օդարներ մեր հայրենիքը չառնեն Աստված ցեզ արադաբես տողորտնե
Փարի եւ օրտնյալ օր ծեր բոլորին։